Վանաձոր քաղաքում տղամարդը բանկից հափշտակելով 80 միլիոն դրամը փորձել է փախուստի դիմել։ Սա պատմություն է մարդու մասին, ով պարտքերի ճնշման տակ որոշել է, որ այլևս ոչինչ չունի կորցնելու։ Նրա ծրագիրը պարզ էր՝ մուտք գործել բանկ, վերցնել ինկասացման համար նախատեսված գումարն ու հեռանալ։ Բայց հենց բանկի դրան դիմաց նրան դիմակայեց եւ հանցագործությունը կանխեց բանկի հաճախորդներից մեկը։ Հարցակում, կռիվ, պայքար փողոցի մեջտեղում հենց։ Անձնվեր գործողություն, որի արդյունքում կանխվեց խոշոր հափշտակություն։ Դեպքի վայրի տեսանյութը, որը շուտով կհայտնվի ձեր էկրաններին, ոչ միայն ձեռք բերված ապացույց է, այլև վայրկյան առ վայրկյան վերարտադրում է այն վտանգավոր պահը, երբ հանցանքի կատարման կանխումը կախված էր հասարակ սովորական մի քաղաքացուց։ Դուրս գալով բանկից փորձել է փողոցը անցնելու եղանակով նստել իր կողմից արդենից նախապես հարմարեցված եւ պատրաստված իր ավտոմեքենա, փախուստի դիմելու եւ հետագայում հափշտակված գումարը տնօրինելու նպատակով, սակայն բանկում գտնվող հաճախորդը նկատել է այդ հանգամանքը եւ բանկից դուրս գալուց հետո ենթադրյալ հանցագործի հետևից վազելու եւ նրան բռնելու եւ գումարը ձեռքից վերցնելու միջոցով կանխել է վերոհիշյալ հանցագործությունը։